Մենք առաջարկում ենք սերտացնել մեր համագործակցությունը հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների հետ, բայց դա չպետք է լինի այնպես, որ խոչընդոտվի կառույցի իրավական գործունեությունը կամ դա անդրադառնա քրեական գործերի նախաքննության վրա, հանդիպման սկզբում հայտարարեց դատախազության լրատվության պատասխանատու Սոնա Տրուզյանը, ապա դիմեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, թե ինչ խնդիրներ ունեն կառույցից համապատասխան տեղեկատվություն եւ ինֆորմացիա ստանալու հետ կապված։ Լրագրողները նշեցին, թե Շիրակի մարզի դատախազությունից ինֆորմացիա ստանալը միշտ էլ դժվար է եղել, եւ որ միշտ ուղղորդում են դիմել կամ զանգահարել Երևան, մամլո պատասխանատուին, այսինքն Սոնա Տրուզյանի, ինչը մի քանի անգամ բարդացնում է լրագրողական աշխատանքը։ Այս խնդիրը լրագրողներն ունեցել են նաեւ ոստիկանության հետ, ուստի առաջարկում են տեղի կառույցներում եւս ստեղծել լրատվության բաժին։ Դատախազությունը, քանի որ միասնական կառույց է, ունի մեկ լրատվական ծառայություն, գլխավոր դատախազությունում, եւ գլխավոր դատախազի հրամանով մարզերում արդեն նաեւ ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատվությունը դրված է հենց մարզերի դատախազների վրա։ Այսինքն հենց մարզի դատախազներն են իրենք անմիջական պատասխանատվության կրում ու իրենք են անմիջապես պատասխանում զանգվածային լրատվության միջոցների լրագրողների հարցերին։ Եթե ոչ լրատվության բաժին, ապա գոնե աշխատանքային գործունեության հաշվետվություն եռամսյակը 1։ Նման առաջարկություն ներկայացրին Տրուզյանին լրագրողները։ Պարզվեց սա եւս անընդունելի տարբերակ է։ Մասամբ ընդունվեց ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկած եղանակը, ինֆորմացիա ԶԼՄ-ներին տրամադրել էլեկտրոնային տարբերակով։ Հաջորդ առաջարկն այսպիսին էր՝ դատախազությանը կից ստեղծել հասարակական խորհուրդ, որը բաղկացած կլինի դատախազության, ոստիկանության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից եւ որը կզբաղվի այդ խնդիրներով։ Շատ ռեալ ու հստակ աշխատող կառույց է, ինչի համար մենք բոլորս տեղյակ ենք, որ այսօր համարյա բոլոր նախարարություններում նախարարներին կից ստեղծվել են հասարակական խորհուրդներ։ Դատախազությունը ուրիշ տարբերակով է գնում։ Դատախազությունը մոտ 1 տարի առաջ հաստատեց այդ կանոնակարգը, որը մշակվել է նաև հասարակական կազմակերպությունների, իսկ վաղն ստորագրվել է հուշագիր Հայաստան Հանրապետության դատախազության եւ հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ։ Ապա ՀԿ-ների ներկայացուցիչները հարցրին դատախազության աշխատակիցներին, թե ինչպիսի ակնկալիք ունեն ՀԿ-ների հետ համագործակցությունից, ապա ավելացրին, թե լավ կլինի, որ այդ համագործակցությունը ձևական բնույթ չկրի։ Իսկ դուք ինչ ակնկալիք կոնկրետ ունեք հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում։ Որն է ձեր ակնկալիքը եւ արդյոք հասարակական կազմակերպությունները ունեն նման պոտենցիալ ձեզ հետ համագործակցելու։ Տեսել եք դա, կա արդյոք։ Առաջնահերթ մենք պարտավոր ենք համագործակցել եւ ոչ թե ուղղակի բարի կամքի դրսեւորման, ասենք մենք լավություն ենք անում, մենք լավություն չենք անում։ Մենք երկուսն էլ այստեղ կա, մենք եւ զգում ենք այդ կարեւորությունը, որ իրոք մենք պետք է համագործակցենք եւ այն շրջանը, որ արդեն սկսվել է, ես կարծում եմ անդառնալի է։ Մենք պետք է շարունակենք եւ մենք պետք է հասկանանք, որ եւ պետական մարմին եւ քաղաքացիական հասարակություն ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ԶԼՄ-ները ի վերջո մի խնդիր են նաեւ լուծում եւ մենք այդ ավելի շատ հարցադրումների լուծման կարող ենք հասնել համատեղ քննարկումների միջոցով։ Մարզի դատախազն ասում է, թե ինքը միշտ էլ պատրաստ է տրամադրել ինֆորմացիա եւ աշխատել, ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ ՀԿ-ների հետ։ Հենց այստեղ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացան, որ վաղը դատախազության եւ ՀԿ-ների միջև կնքվելու է համագործակցության համաձայնագիր։ Չկա դեպք հատկապես նման այն գործերը, որը ունեն հասարակական հնչեղություն, ներկայացվել է հանրապետության դատախազություն, ինտերնետային կայքում է տեղադրվել, ինտերնետային կայքի արդյունքներում որևէ լրատվամիջոց, եթե հետաքրքրություն է առաջացրել կամ հասարակական կազմակերպություն, անպայման իմ կողմից ընդունվել է, մանրամասն հնարավոր է քննության սահմաններում ինֆորմացիա տրամադրվել է։ Եվ այսպես, փոխադարձ համաձայնությամբ որոշվեց այսուհետև հանդիպումներն այս կառույցում դարձնել հաճախակի, երկրորդ հանդիպմանը խոսվելու է դատախազության գործառույթներից։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասավյան, Գալանյուս։